Մհեր Մկրտչյանի քարեքանդակի վրա քանդակագործ Արամ Մարգարյանը աշխատում է արդեն 3 ամիս։ Քանդակը կերտվում է տուֆից, բարձրությունը 2 մետր է, երկարությունը 1 մետր 80 սանտիմետր։ Դեռ 2010-ի մարտին քիմիագործների թաղամասի փոքրիկ եւ աննկատ այս անկյուն վերվեց այն տուֆակտորը, որից եւ այժմ քանդակվում է հանճարեղ Մհեր Մկրտչյանի արձանը։ Քանդակագործ Արամ Մարգարյանն ասում է, որ գիպսե եւ քարե քանդակների միջև տարբերությունները մեծ են։ Գիպսե քանդակը կերտել է եւ զարմացել։ Քարի հետ աշխատելիս շատ մանրամասներ կլինեն, որոնք դեռ հղկման ու փոփոխման կարիք կունենան։ Քարի հետ անգամ 3 ամսվա պայքարից հետո էլ որոշել է, ոչ, դեռ փոխել է պետք։ Գիպսե արձանի վրա ուրվագծած ծալքերը փոքր են։ Քարեքանդակի վրա դրանք պետք է այլ չափերի լինեն։ Հենց այդ ներքին ստեղծագործական պայքարի պահին էր, որ մեր նկարահանող խումբն այցելեց Արամ Մարգարյանի արվեստանոցի տարածք, որ դարձել է արձանի ծննդավայրը։ Քանդակագործները միշտ էլ փոխել են ընդհանրապես։ Գիպսը ուրիշ ա եղել, նայել են, բայց քանդակը տեսել են հոյակապ է, գիպսի նման չի։ Այ հիմա արդեն հասել է այս րոպեները, որ արդեն կամած էլ գիպսին չեմ նայում։ Էլ գիպսին ինձ նայելու կարիք չկա, որ ասենք ոնց քանդակեմ, ինչ անեմ, ինչ անեմ։ Հիմա արդեն քարի վրա ստեղծագործական րոպեներ ա գնում։ Ես չգիտեմ, սրան ինչքան ժամանակ կքաշի։ Ճիշտն ասած, մտածել էի, որ մի 10-15 օրից վերջ հասնեմ, ես ամեն ինչը իմի բերեմ քանդակը։ Բայց չէ, տեսնում եմ, որ գործեր էլի կա։ Մայիսի 27-ին Վանաձոր համայնքի ավագանու հերթական նիստին որոշում է կայացվել համաձայնություն տալ համայնքում Մհեր Մկրտչյանի արձանի տեղադրմանը, թե որտեղ դեռևս հայտնի չէ։ Վանաձորի քաղաքապետարանի ճարտարապետության եւ քաղաքաշինության բաժնի պետ Տիգրան Պապանյանի հետ հեռախոսազրույց ունեցանք։ Պարզելու վերջապես որտեղ է տեղադրվելու հանճարեղ դերասանի արձանը։ Նա պարզաբանեց, որ դեռևս հարկավոր է ստանալ մշակույթի նախարարի համաձայնությունը եւ Լոռու մարզպետարանի թույլտվությունը արձանի տեղադրման համար։ Դրանից հետո միայն հնարավոր կլինի որոշել տեղադրման վայրը։ Ինչու է ձգձգվում վայրի որոշման խնդիրը հարցադրմանը, ոչ մի պաշտոնյա թե մարզային, թե քաղաքային դեռևս չի կարողանում հստակ պատասխան տալ։ Միթե անվանի դերասանն արժանի չէ Վանաձորի որևէ անկյունում արձան ունենալու բախտին։ Ինչևէ, քանդակի կերտման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Մհեր Մկրտչյանի արդեն ճանաչելի հայացքը հուսադրում է, որ այնուամենայնիվ, ինչպես նախապես խոստացել են նախաձեռնողները, քանդակը կտեղադրվի դերասանի ծննդյան օրը՝ հուլիսի 4-ին։ Հերմինե Օհանյան, Ելենա Սաքանյան, Լոռու հեռուստաընկերություն։